Կարինե ջան, դեռ մի քիչ շուտ է հասկանալ ոնց է այս խաղը գնացել, որովհետև ասում են, որ հենց Մադուրոյի մերձավորներից իր մոտ գտնվող ներկաներից մեկն է տվել ինչ-որ տվյալներ։ Այդպես հələ որ ամերիկյան մամուլն է գրում, մենք վենեսուելական կողմը դեռ չենք լսել, այսօր իմ համար ամենահետաքրքիր լուրը դա Fox News-ի հրապարակած նյութն է, որ Դելսի Ռոդրիգեզը հնարավոր է գտնվում է Մոսկվայում։ Ռուսական կողմը դա հերքում է, բայց you'll never know, ես ոչ հերքումներին եմ հավատում, ոչ այդ ներսից ինչ-որ մեկի, ինչ-որ տեսպես դավաճանելուն և այլն ամբողջապես, որովհետև հարցակում եղել է միաժամանակ մի քանի բազաների դեմ, ամերիկացիները փորձել են մի կարևոր ավիաբազա գրավել, չի ստացվել, եթե այդ բազան գրաված լինեին, ամբողջ կառավարության կազմին էին վերացնելու, այսինքն ամբողջ կառավարության կազմին չեն կարողացել իրանք վերացնել։ 100% Մաչադոին էին նշանակելու, այսինքն այն, որ Տրամպը այսպես վարանելով ասում է Մաչադոն լավ կին է, բայց թող ինքը նախագահ չլինի, հետո ասում է, որ Ռուբիոն խոսել է Դելսիի հետ, Դելսին ասել է ինքը կանի ամեն ինչ, այնպես ինչպես ասում է ԱՄՆ, հետո Դելսի Ռոդրիգեզը հրապարակում է տեսանյութ գրասենյակից։ Այն ժամանակ, երբ որ ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար իրենց կետերում են գտնվում, ներքին գործերի նախարարը մարդկանցով շրջապատված հրապարակում է պաշտպանության նախարարության համապատասխան հրամանատարական բունկերում է, այնտեղից են խոսում, իր որտեղ գտնվելը ես դեռ չեմ տեսել, ասում եմ, որ ինաուգուրացիա է եղել, ես ինաուգուրացիայի վիդեո չեմ տեսել, ես չգիտեմ որտեղ է ինքը, բայց ինքը պաշտոնապես այսօր նախագահ է երկրի։ Եվ այդ տեսանյութում ինքը ասում է, որ իր ճանաչած միակ նախագահը Մադուրոն է, նրան պետք է անմիջապես ցույց տա ԱՄՆ եւ կնոջն էլ, որ իրենք ողջ են, կնոջը դեռ չեն ցույց տվել։ Okay։ Եվ որ իրենք Վենեսուելան չի պատրաստվում գաղութայնացվի եւ չի ստրկանալու։ Եվ ինքը առաջնորդելու է Վենեսուելայի սահմանադրությանը համաձայն։ Մենք չգիտենք ինքը որտեղ է։ То есть ես հələ որ կետեր եմ փնտրում, որպեսի հասկանամ, որովհետեւ եթե Դելսին Ռուսաստանում է, դրանով կարող ենք մենք բացատրել այդ Տրամպի դե եթե Դելսին անի այն ինչ մենք ասում ենք, ապա հարվածների երկրորդ ալիքի կարիք չի լինի։ Այսինքն իրենք մտածում են երկրորդ հարվածի մասին։ Ես հիմա կդնեմ մի պոստ, որտեղ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել Վենեսուելայի, եւ մենք կտեսնենք արդեն ավելի հետաքրքիր ձևով այսպես բացվող ինչ-որ մի խաղ։ Դեռ ոչինչ էլ վերջնական չի։ Այս պահի դրությամբ ես որ պարամետրերին նայում եմ, Վենեսուելան շատ մեծ հաջողությամբ ԱՄՆ-ի համար կվերածվի Վիետնամի, որի շռայլությունը իրենք չեն կարող իրենց թույլ տալ, որովհետև ինչ որ ձևով Ուկրաինան արդեն իրենց համար Վիետնամի պես է, ուղղակի այնտեղ իրենց անմիջապես ամերիկյան զորքը չի գործում։ Վենեսուելայում ավանտյուրան շարունակելու համար Տրամպը ստիպված է լինելու ամերիկյան զորքը օգտագործել գետնի վրա։ Ինքը այդպես հիհի-հահա պրես կոնֆերանս արեց, ասեց, որ տեսեք, ինչպիսի ճշգրտությամբ, այսպես ադամանդի ճշգրտությամբ իմ բանակը գործեց, մտավ, հարվածեց, առևանգեց, դուրս եկավ, հարկ չի լինի բանակ դնելու, իսկ տեսեք Ռուսաստանը քանի տարի է, Ուկրաինայում ինչեր է անում, ոչինչ չի ստացվում, եւ ամերիկյան զորքի տեղակայման համար Վենեսուելայում դրա կարիքը չկա, հիմա մեր նավթային ընկերությունները պատրաստվում են այնտեղ գնալ, Ռուբիոն այնտեղ ղեկավարի կառավարի չգիտեմ ինչ, ոնց է ինքը կառավարելու, որտեղ, որտեղ են մտնելու, ինչ են անելու, ոնց են կառավարելու։ Ես դեռ դա չեմ պատկերացնում, Ռուբիոն որտեղից է կառավարելու Վենեսուելան, այդ կոմիտեն, որ իրանք կազմում են, որտեղ է իրանց ռեզիդենցիան լինելու։ Ասենք Ուկրաինայում Զելենսկի կար, Բայդենը ինքը թռնում էր, նստում է Զելենսկու կառավարության նիստին սեղանի գլխին։ Okay, այդ հասկացանք, հետո թռնում գնում էր, այսինքն դեմոկրատները ինչ-որ մեկին նշանակում էին։ Այս սրանք ո՞նց են դա անում, ասենք Ռուբիոն գնալու է Վենեսուելայում ապրի, կամ որ ինքը խոսում է, որ Կոլումբիային էլ, Կուբային էլ նույն բանն է սպառնում, հո ՆԱՏՕ-ի բանակը չի գալու Լատինական Ամերիկայում ինչ-որ բաներ անի, իր բանակն է անելու արդեն։
Այսինքն ինչքանով է վստահ, որ ամերիկյան զորքի ինչ որ որպես երկրորդ ալիքի օգտագործման կարիք չի լինելու։ Ընդ որում չինական պատվիրակությունը, որը գտնվում էր Վենեսուելայում, Մադուրոյի հետ հանդիպում էր Մադուրոյի առևանգումից 12 ժամ առաջ, ի թիվս այլ հարցերի քննարկում էր Չինաստանի Վենեսուելայի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր ստրատեգիական, որի նման մեկ փաստաթուղթ Կարակասի եւ Մոսկվայի միջև ստորագրվել է 2025-ի մայիսին։ Այդ փաստաթղթերը հենց ոչ միտեղ չեն կորում, այսինքն ստացվում է մենք Դելսի Ռոդրիգեզ ունենք, որը հնարավոր է Մոսկվայում է, չգիտենք էլ, ես դեռ չգիտեմ որտեղ է ինքը, հələ կերևա։ Մենք ունենք Ասադ, որը Մոսկվայում է, որը լեգիտիմ իշխանությունն է Սիրիայի։ Մենք ունենք Յանուկովիչ, որը Մոսկվայում է, որը Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունն է։ Մենք ունենք Փարք Աստծո մեր Սերժ Սարգսյանի, որը Հայաստանում է։ Ասենք շատ հետաքրքիր ինչ որ պատկեր է ստացվում։ Դրա համար այս մարքեթինգային մեծ կամպեյնը Ամերիկայի Տրամպի եկա տեսա հաղթեցի շատ հիշեցնում է Քլինտոնի այդ հայտնի Կադաֆիի մասին արածը եկանք տեսանք սպանեցինք, բայց ոչինչ էլ չավարտվեց, չէ, անգամ Սադամի սպանությունից հետո ոչինչ Իրաքում չավարտվեց, մինչև հիմա ավարտված չի։ Ուղղակի Տրամպը փորձում է պատուհան գտնել, իսկապես նավթային ընկերություններին ներս բերել, իսկապես այն, ինչ վերաբերում է նավթի ռեսուրսի օգտագործման օղակներին, իր ձեռքը վերցնել, ինչպես որ Սիրիայում արեցին։ Իրան նավթն է պետք։ Իրան պետք է նավթի շարժը ինքը կառավարի, թե այնտեղ քանի մարդ կմեռնի, մարդիկ իրար կսպանեն, պատերազմ կլինի, ամերիկյան զինվորները ինչ որ կարգ ու կանոն կդնեն, ինչ որ մեկի հետ գոտիներով կկիսվի օրինակ, այնտեղ չգիտեմ, ինչ որ հատվածներ ռուսները կլինեն, ինչ որ հատվածներ ովքեր կլինեն։ Ընդ որում Լիբիայի դեպքում հիշացնեմ, որ նավթաշատ վայրերը, որ էլի այդ նպատակով էր Լիբիա մտել ԱՄՆ, ներկայումս ռուսական կողմի հետ համագործակցող լիբիական գեներալիտետի ձեռքի տակ է։ Այսինքն դա էլ չի հաջողվել։ Դրա համար ես մի քիչ չեմ միանում այդ ընդհանուր Ռուսաստանը թողեց Վենեսուելային, չգիտեմ, Ռուսաստանը թողեց, չի թողել, շատ հետաքրքիր ինչ որ ձևով է գնում, որովհետև ԱՄՆ շատ է ուզում, օրինակ նաև այս challenge-ն է տալիս, որ տես դու կարաս մտնես, Զելենսկու վզից բռնես, տանես, տես իմոնք ոնց արեցին։ Բայց դա կլինի միջազգային իրավունքի խախտում, այսինքն թե լեգիտիմության տեսանկյունից եւ թե գետնի վրա ռազմական գործողությունները կազմակերպելու տեսանկյունից Ռուսաստանի Դաշնությունը գործում է այնպես, որ լեգիտիմության բազա ունենա, շոշափելի, իսկապես փաստացի շոշափելի բազա ունենա։ Ինչը ԱՄՆ-ի դեպքում չի գործում եւ դեմոկրատները դրա համար պանիկայի մեջ են, որովհետեւ իրականում ավելի այսպես ցենտրիստական հակվամբ դեմոկրատները ողջունում են Տրամպի արածը ու դրա արդյունքը, բայց բոլորը, նաև հանրապետականները դողում են այն հանգամանքից, որ իրավական բազա չկա կատարվածի համար։ Եվ դոլարը այդ ուժը չունի, որպեսի իրանք այտենց առաջ քշելով, ուղղակի իրանց հաստատելով, այդ լեգիտիմության ինչ-որ մարկետոլոգային ֆոնը պահպանեն ինֆորմացիոն դաշտում, ասեն տեսեք, մենք ոնց կարենք այտենց էլ անում ենք, սաղ մեր ձեռն է ինչ կուզենք կանենք։ Այդպես չի, հիմա որ մտել է, ինքը պետք է հաստատվի։ Իսկ հաստատվում է ինքը հսկայական տարածք ունեցող երկրում, պաշարներն էլ են հսկայական եւ 30 միլիոնանոց բնակչություն է, ու եթե արդեն կողքի եւս երկու երկրների է ինքը այսպես սպառնում, իսկ այնտեղ ուղակի, այսպես ասած, գլոբալ հարավը այդ լատինական ամերիկյան երկրների միջոցով հակահարված է հասցնելու իրենց։ Մենք պետք է այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հետևենք, լսենք ինչ է ասվում, շատ հետաքրքիր կլինի, բայց սա ոչ թե վերջն է, այլ սա սկիզբն է, այս ամեն ինչի սկիզբն է, ու մենք պետք է տեսնենք ուր է սա հասնելու ու ինչ ձևով, ու մերսի հարցի համար, ես հիմա սա կդնեմ գլխավոր էջի վրա, մերսի։